Վարդապետական 33 Սուրբ գրային օրենքները Գլուխ 12 Հիսուս Քրիստոսը մեզ իր գործի շնորհիվ մեռնելու և հարություն առնելու ազատել է մեղքի մահվան օրենքից Հռոմեացիների 8:2 որը նաև անվանվում է գործերի պարծանքի օրենք Հռոմեացիների 3:27 Գաղատացիների 2:16 Եվ ոչ թե հին ու նոր կտակարաններում Տիրոջ Սուրբ Հոգու կողմանե տրված և սուրբ մարգարեների ձեռքով գրված մարմնի ու հոգու սրբությանը վերաբերվող պատվիրանների և սուրբ պատվերների բարոյական սրբության օրենքից Ղուկաս 10:25-26 Հռոմեացիների 2:13 3:31 7:12-22 Առաջի Կորնթացիների 9:21 որ այդ պատվիրանների և պատվերների սուրբ օրենքները պահողները ու անբիծորեն կատարողներն են միայն փրկվել բոլոր դարաշրջանում թե հին ուխտի և թե նոր ուխտի ժամանակ ըստ այս սուրբ և անփոփոխ համարների Երկրորդ Օրինացիս 27:26 28:1 Մատթեոս 7:21 Ղուկաս 10:25-26 Հակոբոս 1:25 2:10 Հռոմեացիների 2:13 3:31 Առաջի Կորնթացիների 9:21 Գաղատացիների 6:2 Հիմա ով ընթերցող հովիվ և եպիսկոպոս Ես Տիրոջից հոգու տված իմաստության և գիտության պարգևի շնորհիվ քեզ Աստծոյ հոգու առաջնորդությամբ բացատրում և հասկացնում եմ այն հոգևոր գաղտնիքը որ վերաբերվում է Սուրբ գրքում ցույց տրված ու գրված 3 տարբեր օրենքներին Այդ գաղտնիքը Սուրբ Հոգին ինքը իր խոսող ձայնի շնորհիվ բացեց ու հասկացրեց ինձ այն ժամանակ երբ ես սկսեցի ճշմարտապես ապաշխարել ու սիրով բռնեցի ամենամեծ հալածանքի, անարգանքի, նախատինքի, նեղ ու փշոտ խաչի ճանապարհը Եբրայեցիների 10:32-34 Մատթեոս 7:13-14 Ուրեմն ով ընթերցող հովիվ ամբողջ Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս ու հասկացնում է որ իր մեջ գրված ու Սուրբ Հոգով ցույց է տրված 3 մեծ ու իրարից տարբեր օրենքներ որոնցից 2-ը բարի են ու փրկություն պարգևող իսկ մեկը չար է ու կորուստ տարող Այդ 3 օրենքներն են Առաջինը Մեղքի, մահվան, գործերի ու պարծանքի օրենքն է Հռոմեացիների 3:27 8:2 Գաղատացիների 2:16 որ այս օրենքը ոչ մի մեղավոր մարդու կատարյալ սրբության չի հասցրել որ մարդը այդ մեղքի մահվան օրենքի զորության շնորհիվ անբիծորեն պահեր ու կատարեր պատվիրանների ու պատվերների սրբության օրենքը որը ամեն դարաշրջանում ըստ այս համարների Աստծոյ պատվերը ու կոչը դա է եղել Երկրորդ Օրինացիս 27:26 28:1 32:46-47 Մատթեոս 7:21 Ղուկաս 10:25-26 Հռոմեացիների 2:13
3:31, Գաղատացիների 6:2, Հակոբոս 1:25, 2:9-10, որ իրեն ճշմարտապես պաշտողը անբիծորեն պահի ու կատարի այդ բոլոր թե հին ուխտի և թե նոր ուխտի դարաշրջանում անփոփոխ եղող, մարմնի ու հոգու սրբությանը վերաբերվող, պատվիրանների ու պատվերների բարոյական սրբության օրենքը, որ այս պատվիրանների ու պատվերների սրբության օրենքը երկրորդ օրենքն է, որը ցույց է տրված Աստվածաշնչում ըստ այս համարների. Ղուկաս 10:25-26, Հռոմեացիների 2:13, 3:31, 7:12, 22, Առաջի Կորնթացիների 9:21։ Իսկ հիմա, ով ընթերցող հովիվ, պիտի արդեն լավ հասկանաս այն բանը, թե ինչի համար Հիսուս Քրիստոսը մարդացավ և որպես մարդ մտավ այդ երբեք մեղավոր մարդուն կատարելության չհասցնող մեղքի մահվան օրենքի տակ, որպեսզի Հիսուս Քրիստոսը իր անձի զորությունով և ձգտումով անբիծորեն պահեր ու կատարեր այդ պատվիրանների ու պատվերների բարոյական սրբության օրենքը, և սատանային հաղթելով ու պարտության մատնելով, որպես ամենակարող Աստված, որ միայն Աստված կարող էր պատերազմել ու հաղթել սատանային, նրան խայտառակ անելով և ողջ մարդկությանը նրա ճիրաններից ազատելով ու մեղքի մահվան գերեզմանից հանելով, որպեսզի մարդը տեսնի ու հասկանա, որ մեղքի ու մահվան օրենքի զորությունով, անձի ձգտումով և ուժով ու սեփական մտքից կառավարվելով, չի կարող երբեք ու հավիտյան ճշմարտապես ապաշխարել, մեղքի գերիշխանությունից կատարելապես ազատագրվել ու կատարյալ սուրբ դառնալ և հոգուց մկրտվելով աստվածանալ, Բ Պետրոս 1:4, և բուն Հիսուս Քրիստոսի պես քայլել երկրի վրա, Մատթեոս 5:48, Առաջի Կորնթացիների 11:1, Առաջի Պետրոս 1:15-16, Առաջի Հովհաննու 2:6, նրա գործերը կատարելով, Մարկոս 16:16-20, Հովհաննու 14:12, 16:23-24, Առաջի Հովհաննու 2:6, որովհետև երբ մարդն է ուզում Աստծոյ որևէ սուրբ օրենքներից պահել, իր անձի ձգտումով ու զորությունով և իր սեփական մտքից ու կամքից կառավարվելով, այդ ժամանակ մարդը իրեն ինքնըստինքյան դնում է հին ուխտի ժամանակ մեծամասամբ գործող մեղքի ու մահվան գործերի ու պարծանքի օրենքի տակ, և այդ կեղծ ապաշխարող մարդուց բացարձակապես հեռանում է, մարդուն միակ կատարյալ սրբություն պարգևող, հոգու, կյանքի, օրենքի բերած, Սուրբ Հոգու Աստծոյ ամենակարող զորությունը, և դրա համար է, որ շատ հավատացյալներ երկար տարիներ է անունով ապաշխարում են ու երբեք չեն կարողանում մեղանչելուց դադարել, Առաջի Հովհաննու 3:6, 9:5-18, ու Քրիստոսի պես կատարյալ սուրբ դառնալ, Մատթեոս 5:48, Առաջի Կորնթացիների 11:1, Առաջի Պետրոս 1:15-16, Առաջի Հովհաննու 1:7, 2:6, և միայն հոգու ձայնից կառավարվել։ Եվ ով ընթերցող, ասեմ քեզ, որ հենց մեղքի մահվան օրենքի տակ գտնվելուց է, որ մարդը իրեն միշտ տեսնում է Հռոմեացիների 7-րդ գլխում այս 15-24 խոսքերի դժբախտ վիճակի մեջ, և Հռոմեացիների 8-րդ գլխի այս 1-2 խոսքերի
օրհնյալ ու սուրբ ու կատարյալ վիճակին հասնել չի կարողանում, ու դրա համար է, որ միշտ ձախողվում է ու մեղքի մեջ ընկնելով հոգևորապես մեռնում։ Իսկ եթե մի հավատացյալ տեսնում է ու ամեն բանով համոզվում է, որ մարդը բացարձակապես սնանկ ու ոչինչ է, և իր անձի ձգտումով ու ուժով ու սեփական մտքից ու կամքից կառավարվելով բացարձակապես չի կարող հասնել կատարյալ սրբության, հոգով մկրտվելուն ու միայն հոգու ձայնից կառավարվելով հովվություն անելուն և երկրի վրա բուն քրիստոսանման կյանք ապրելուն, որ հենց Աստծոյի փափագն ու բաղձանքն է և Հիսուս Քրիստոսի կատարած գործի արդյունքն է, որ մեղավոր մարդը ապաշխարի ու հոգուց լեցվելով կատարյալ դառնա, և հոգուց մկրտվելով աստվածանա ու աստվածային բնությանը հաղորդակից դառնա, 2 Պետրոս 1:4, և որպես սուրբ ու կատարյալ, 1 Պետրոս 5:10, Աստծոյի որդի քայլի երկրի վրա ըստ այս շատ կարևոր ու անփոփոխ համարների. Մատթեոս 5:48, 1 Կորնթացիների 11:1, 1 Պետրոս 1:15-16, 1 Հովհաննու 1:7, 2:6։ Այդ հավատացյալը տեսնելով, որ այդ սխալ ապաշխարության ճանապարհով չի կարողանում հասնել այդ փրկության համար շատ կարևոր սուրբ ու կատարյալ վիճակին ու մեղանչելուց դադարելուն, 1 Հովհաննու 3:6, 9, 5:18, զղջումով կատարելապես սկսում է հրաժարվել իր սեփական մտքից ու կամքից կառավարելուց, ինքնագլուխ գործելուց, և աշակերտության գինը վճարելով, Մատթեոս 19:27-29, Ղուկաս 14:26-33, Փիլիպպեցիների 3:7-8, իր ամեն ունեցած բաները, փողերը, թանկարժեք իրերը, հողերն ու ագարակները և անգամ շատ սիրելի ու ամենամոտ հարազատները, հայր, մայր, կին և զավակներ, դնում է Աստծոյի զոհասեղանի վրա ու հանձնում է իր Փրկիչ Հիսուս Քրիստոսի պահապանությանը ու անվեհապահորեն նվիրվում է ավետարանի երկարաժամյա սերտողությանը ու անդադար աղոթքին ու հաղորդակցությանը, աշխարհից կատարելապես զատվելով ու մեկուսանալով, Գործք Առաքելոց 2:40, 1 Կորնթացիների 5:10, 2 Կորնթացիների 6:14-17, Եբրայեցիների 13:13, Եզրաս 10:10-11, Սաղմոս 45:10, և հոգու լեցունությանը նվիրվելով, Եփեսացիների 5:18, մի կարճ ժամանակ անարգվում, հալածվում, չարչարվում և նախատվում է, Եբրայեցիների 10:32-34, հոգով կույր թե հավատացյալների և թե մարմնավոր բարեկամների կողմից, և այս կրակի անապատային փորձություններով լեցուն ճանապարհը անցնելով, որը նաև անցավ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, Մատթեոս 4:1-11, ու մենք էլ պիտի անցնենք ըստ այս համարների, Մատթեոս 5:10-11, 20:23, Եբրայեցիների 12:2, 1 Պետրոս 2:20-23, 4:1, և այդ նեղ ու փշոտ ճանապարհը անցնելով փրկության համար շատ կարևոր կրակի մկրտությունն է ընդունում, Մատթեոս 3:11, և Տիրոջ խմած գավաթը խմելով, Մատթեոս 20:23, ու անձից կատարելապես բաժանվելով և կատարելության հասնելով, սպասում է Սուրբ Հոգու օծության երկրորդ շնորհին, հոգու մկրտությունը, և ըստ այս խոսքերի,
Առաջի Պետրոս 5:10։ Մի կարճ ժամանակ նեղության կրակի հնոցի միջից անցնելուց հետո ապաշխարող մարդը հոգուց մկրտվում է ու աստվածանում, կրկին ավելի զորանում և սուրբ ու կատարյալ դառնում, ու հովվապետ եղող Հիսուս Քրիստոսից բարի ու ճշմարիտ հովություն անելու իրավունք, իշխանություն և զորություն է ստանում, ինչպես Տերը այդ իրավունքն ու զորությունը տվեց Մովսեսին, որը նոր ուխտի ճշմարիտ հովիվների վառ օրինակն է, իր Եգիպտոսից զատվելուց սկսած մինչև լեռան գլուխը ննջելը։ Ուրեմն ով ընթերցող հովիվ ու եպիսկոպոս, հույսով եմ արդեն հասկացար, թե որն է Սուրբ գրքում գրված երրորդ օրենքի, հոգու, կյանքի և շնորհքի օրենքի առավելությունը, և Հիսուս Քրիստոսի մարդանալու, խաչվելու և փառքով հարություն առնելու խորհուրդը մեզ հոգով մկրտելու նշանակությունը, որ ապաշխարող մարդն էլ լավ հասկանալով բացարձակապես հրաժարվի իր անձնական կամքից և դադարի անձի ձգտումով և ուժով Աստծո սուրբ օրենքները պահելուց ու կատարելուց, և սրտանց ու խորը զղջում անի այս կարճ հոգուց բխող աղոթքով. Ներիր, ով Տեր Հիսուս Քրիստոս, իմ նման մեղավորիս, որ այսքան ժամանակ քեզ վշտացրել, անարգել ու առ եմ համարել, իմ անձնական մտքից ու կամքից կառավարվելով և քո հոգու ձայնը մերժելով և իմ մեռած անձի ուժին ապավինելով, որովհետև եթե ես քո ծառան ու քո ստրուկն եմ, քո սուրբ արյունով գնված, ես պարտավոր եմ միայն քո Սուրբ Հոգու հրամայածը կատարելու։ Երեմիա 1:7, Գործք Առաքելոց 8:26, 13:2-4, 16:6-10։ Եվ իրավունք չունեմ բացարձակապես ինքնագլուխ գործելու, անգամ բարի բաների մեջ ըստ այս համարի։ Գաղատացիների 5:17։ Իսկ եթե գործեմ, Նադաբի և Աբիուդի պես հոգևորապես կմեռնեմ։ Ղևտացիների 10:1-2։ Ուրեմն ես պարտավոր եմ նստելու ու հոգով այնքան ժամանակ լեցվելու Մարիամի պես, Ղուկաս 10:39, մինչև որ դու գաս ու ինձ հոգով մկրտես և հոգևոր հովիվ կարգես։ Գաղատացիների 1:1 և ինձ հայտնես իմ անելիք գործը և գործելու վայրը, ինչպես հայտնեցիր Պողոսին ու Բարնաբասի համար։ Գործք Առաքելոց 13:1-4։ Հիմա, ով Հիսուս, ես տեսա ու հասկացա, որ անձից կառավարվելով և անձի ձգտումով և ուժով բացարձակապես անհնար է հասնել կատարյալ սրբության։ Հոգուց մկրտվելուն և հոգու ձայնը լսելուն ու ըստ այս համարների Մատթեոս 5:48, Ա Կորնթացիների 11:1, Ա Պետրոս 1:15-16, Ա Հովհաննես 2:6, բուն քրիստոսանման կյանք ապրելուն և ամենակարևորը փրկվելուն։ Ուրեմն, ով Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, խնդրում եմ քեզ, դու քո Սուրբ Հոգով իմ մեջ կատարյալ սուրբ կյանք ապրի ու ինձ գերի դարձրու կատարյալ սրբությանը, որովհետև միայն դու ես այդ պատվիրանների օրենքը կատարել։ Ուրեմն ես էլ միայն քո Սուրբ Հոգու զորությունով կարող եմ այդ պատվիրանների ու պատվերների սրբության օրենքը անբիծորեն պահել ու կատարել։ Հռոմեացիների 2:13, Հակոբոս 1:25, 2:9-10։ Որովհետև պահողը ոչ թե իմ նման մարդ ոչինչն է, այլ ամենակարող Հիսուս Քրիստոսը,
որ իր Սուրբ Հոգով իմ մեջ է բնակվում։ Գաղատացիների 2:20։ Ուրեմն, եթե ապաշխարող հավատացյալը հոգով և սրտանց անում է այս աղոթքը և ամեն օր ավելացնում է հոգու լեցունության ժամերը և կատարելապես հսկում է, որ անձի միտքն ու կամքը գլուխ չբարձրացնի, որպեսզի չելնի ու սատանայի դաշնակից եղող անձից կառավարվելով գնա ու սուտ կրոնավոր գործեր գործի, ուր որ ուզի ավետարան քարոզի և ինչ որ կամենա այն անի։ Եվ եթե նա հնազանդ է այս սուրբ համարներին, Հակոբոս 4:10, Առաջի Պետրոս 5:6, և խոնարհվել է Աստծո հզոր ձեռքի տակ, և հոգուց լեցվելով սպասում է, որ Հիսուս Քրիստոսը գա ու իրեն հոգով մկրտի ու վեր բարձրացնի և հայտնի իր անելու բազում և շատ օրհնյալ ու կարևոր գործերը, լավ իմացեք, որ այս քրիստոնյան արդեն դուրս է եկել մեղքի ու մահվան, գործերի ու պարծանքի օրենքի տակից և Սուրբ Հոգուն հնազանդվելով, աշխարհից զատվելով, ավետարանի երկարաժամյա սերտողությանը և անդադար աղոթքին ու հաղորդակցությանը նվիրվելով և Աստծո հրամանին սպասելով, մտել է ամեն զորությունով, պարգևներով և շնորհներով լեցուն և մեղավոր մարդուն միակ կատարյալ սրբություն պարգևող Հոգու, կյանքի ու շնորհքի օրենքի տակ և աստիճանաբար մահվան մեջ ընկղմվելով ու կրակի մկրտությունը ընդունելով, իր հին մարդը, մեղք գործող ադամական ես-ը քայքայվում ու փչանում է (Հռոմեացիների 6:6) և դուրս է շպրտվում այդ ապաշխարող քրիստոնյայի միջից, ու նոր ծնված մարդը, Բեթլեհեմում ծնված Հիսուսը մարդու գոմսրտում, մեծանում և չափահաս է դառնում և այդ ապաշխարող մարդու միջից կատարելապես պահում ու կատարում է այդ սուրբ պատվիրանների և պատվերների բարոյական սրբության օրենքը և մարդուն գերի ու ծառա է դարձնում սրբությանը և այս Սուրբ Հոգու սրբության խմորով խմորված անձին (Մատթեոս 13:33) նոր կարելի է նոր ստեղծված անվանել (Բ Կորնթացիների 5:17) և Հոգուց մկրտվելուց հետո կատարյալ ու չափահաս Աստծոյ որդի (Եփեսացիների 4:13)։ Ուրեմն լավ հասկացիր, ով ընթերցող հովիվ, թե ինչ է պարգևում մեղավոր մարդուն Հիսուս Քրիստոսի բերած Հոգու, կյանքի ու շնորհքի օրենքը, և ով ընթերցող հովիվ, որ դու այդ նոր ուխտի պաշտոնյան ես համարվում և ասում ես, թե որ այդ զորությունով ու պարգևներով լեցուն, Հոգու, կյանքի ու շնորհքի օրենքի տակ ես գտնվում, իսկ ինչպե՞ս ես հաշտվում այդ գաղջ ու մեղանչելուց չդադարող և քրիստոնյային ու Քրիստոսին խայտառակող գարշելի կյանքի հետ և անհոգ էլ նստել ես ու չես մտածում այս սուրբ հրամանների մասին (Մատթեոս 5:48, Առաջի Կորնթացիների 11:1, Առաջի Պետրոս 1:15-16, Առաջի Հովհաննես 1:7, 2:6), որ եթե ուզում ես փրկվել, պետք է ապաշխարելով հասնես կատարյալ սրբության և Հոգուց մկրտվելով քրիստոսանման կյանք ապրել երկրի վրա միայն ու միայն Սուրբ Հոգու ձայնից կառավարվելով։ Իսկ ով ընթերցող հովիվ, եթե դու անունով բարի հովիվ ես ու դեռ մեղանչելուց չես դադարել ու կատարյալ սրբության չես հասել, լավ իմացիր, որ դու դեռ մեղքի ու մահվան օրենքի տակ ես ըստ այս սուրբ խոսքերի (Հռոմեացիների 4:15)։ Եթե այդ
չար ու օրենքի տակ չլինեիր, մեղք էլ չէիր գործի, իսկ եթե դեռ մեղք ես գործում սուրբ խոսքերին հակառակ որևիցե քայլանում, ուրեմն դեռ Աստծուց էլ ծնված չես ըստ այս խոսքերի։ Առաջի Հովաննու 3:6, 9, 5:18։ Իսկ եթե Աստծուց ծնված չես, երկնքիդ արքայությունը տեսնել չես կարող ըստ այս սուրբ խոսքերի։ Հովաննու 3:3, 5։ Իսկ եթե ով հովիվ մեղանչելուց չդադարելու պատճառով դու մեղքի մահվան օրենքի տակ ես, ուրեմն նաև անիծված ես ըստ այս համարների։ Երկրորդ Օրինացիս 27:26, Հակոբոս 2:9-10, Հայտնություն 22:19։ Պատվիրանների ու պատվերների սրբության օրենքը անբիծորեն չկատարելու ու չպահելու համար։ Ու եթե դու անգամ մի խոսք ես ծռում, միևնույն է ըստ այս խոսքերի, Հակոբոս 2:9-10, Հայտնություն 22:19, բոլոր օրենքի դեմ հանցավոր ես համարվում ու պիտի դատապարտվես, որովհետև անգամ մի մեղքի յուրաքանչյուր խոսքին հակառակ քայլի պատիժը մահ է։ Ամովսյա 9:10, Հռոմեացիների 6:23, կրակի լճում հավետ տառապել։